Փաշինյանը ոչ միայն դիկտատոր է, Փաշինյանը դավաճան է, տականք, թուրքի փալաս։ Անգամ հավատում եմ նրան, որ թոշակները հետ հաշվար կանի։ Իրանք ավելնորդ են Հայաստանում։ Փաշինյանը մարդ չի։ Իր ծրագիրը հիմա Հայաստանը տանում է դեպի թուրքացման։ Համաձայն եք Նարեկ Կարապետյանի հետ, որ Փաշինյանը դիկտատոր է ու բռնաճնշումներ են լինելու։ Փաշինյանը ոչ միայն դիկտատոր է, Փաշինյանը դավաճան է, տականք, թուրքի փալաս։ Ինչու եք այդպես մտածում։ Ինչու եք այդպես Իսկ կարծում։ դու չես մտածում այդպես։ Եթե դավաճան չլիներ 44 օրյա պատերազմ, պայմանավորված պատերազմ չէր բերի ժողովրդի գլխին ու հողերը վաճառեր թուրքին։ Իսկ ձեր կարծիքով ընտրություններից հետո, եթե Փաշինյանը վերընտրվի, բռնաճնշումներ անելու է։ Բա ինչ է անելու, Աստված չանի ընտրվի, Աստված չանի։ Այո, 100-ից 100։ Ինչու եք համաձայն իր հետ։ Դե փորձը ինձ ցույց է տալիս, այս 8 տարվա մեջ փորձարվան, տեսանք այն բանը չի որ, այն դամար այն բանը եթե Նարեկենց էլ ասում եմ որ եթե չսխալվեմ Սամվել Կարապետյանի հետ միասին, եթե այն բանը որ ասում են կատարեն, ժողովուրդ ավելի շատ հոժար կելեն ամեն ինչից։ Ասում են, որ Փաշինյանը ձերբակալություններ է շարունակելու անել, բռնաճնշումներ է Միշտ շարունակելու։ արել է, պետք չի անում առաջից։ Իսկ ընտրություններից հետո, եթե վերընտրվի կանի էլի շարունակի։ Ենիկ պիտի Սամվելենց մտածեն ես երկրորդ պլանի մասին։ Քաղաքականությունը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև քաղաքականություն որպես այդպեսին գոյություն չունի մեր երկրում։ Համաձայն եք Նարեկ Կարապետյանի հետ, որ Փաշինյանը դիկտատոր է ու բռնաճնշումներ են լինելու։ Որ ասեմ չեմ խորացել, չես հավատա։ Չեք նկատել Փաշինյանը բռնաճնշումներ անում է թե ոչ։ Այդքան չեմ խորացել, բայց ոչ մեկին չեմ ընդունում։ Ինչու։ Որովհետև սոլիդ ղեկավար եմ ուզում հարգանքով, որ ես իրան նվիրվեմ, ոչ թե Չեք տեսնում այդ։ չէ, հələ ոչ չէ։ Ոչ մի իրադարձությունից տեղյակ չեմ։ Փաշինյանը մարդ չի։ Համաձայն չենք Նիկոլն անցնելու։ Ինչն եք նրա մեջ գնահատում։ Լիքը բան։ Օրինակ, Երկիրը առաջ է հետում։ որտեղ, որ ոլորտում։ Բոլոր տեղերը։ Իսկ օրինակ կարող եք բերել։ Բերում եմ բոլոր տեղերը։ 100%-ով ինքն է անցնելու։ Կտեսնեք։ Այո, Ինչու եք համաձայն։ որտեղ ծանոթ եմ Փաշինյանի գործելավոճին։ Իսկ ինչ ոճով է լինելու, հա, հիմա տեսնում եք այդ բռնաճնշումները, որ Իհարկե ընտրություններից տեսնում հետո եմ։ նորից անելու են։ Իհարկե։ Անգամ հավատում եմ նրան, որ թոշակները հետ հաշվար կանի։ 10,000-ները։ Անգամ դրան եմ հավատում եմ։ Իսկ ում եք կողմ։ Ով լինի։ Սամվել Կարապետյանը։ Ինչու։ Դե մարդը, տեսած մարդը, թող լինի, թող աշխատի, ինքն էլ իր ամբողջ թիմը տնտեսագետներ են, ինձ թվում է կկարողանան ցեխից անեն մեր երկիրը։ Ոչ, Փաշինյանը դիկտատոր չի, բռնաճնշումներն չի լինելու։ Ինչու եք այդպես մտածում։ Որովհետև տեսնում եմ ինչ է արել Փաշինյանը, երևում ամեն ինչը տեսնում։ Իսկ ձեր կարծիքով ինչու է Նարեկ Կարապետյանը նման արտահայտություն արել։ Դե դիրա մագարտակն է։ Ես ոչ մեկին էլ համաձայն չեմ, խոսացեք այն մարդկանցից, ովքեր որ իսկապես արժանի են։ Բևեռից խոսացեք, ոչ թե Նարեկից կամ ինչ որ մեկից։ Իսկ ինչու եք Բևեռին արժանի համարում։ Որովհետև ամենարժանին իրանք են, ոչ թե ինչ որ ձեր Նարեկ Կարապետյան կամ ինչ որ առավել եւս Փաշինյան։ Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց պարզ է, որ լուրջ չեմ ընդունում Նարեկին, Սարգսյան։ Դե մեկ արդեն անցել ենք էլի այդ ոնց որ այդ փուլը, այնպես չի, որ ես կողմ եմ ներկա իշխանությանը, ես անգամ փնտրտուքների մեջ եմ ինքսի մեջ, չեմ կողմնորոշում, թե ում պետքա տամ իմ ձայնը։ Որովհետև շատ բաներ կային խոստացված եւ չարված, նույն այդ ամեն ինչը որ փոկում էր կամերաները, կարմիր գծերը, դա ամենամեղ։ Հետո որ ներկայացնում էին, ասում էր ես նման բան ասել եմ, ինչ որ լուրջ չէ էլի ամեն դեպքում եւ էլի մտահոգված եմ, որ չզիջենք եւս տարածքներ։ Բնականաբար քաղաքական ուժ, որին կտեսնեք իշխանություն։ Անկեղծ ասած չեմ տեսնում։ Մտածում եմ, մտորումների մեջ եմ Արման Թաթոյանին ձայնս տալու, բայց վախ կա, որ իսկապես հանկարծ չգնա Սերժ Սարգսյանին այդ ձայնը, նախկինում իրեն իշխանության ժամանակ պաշտոն է զբաղեցրել, բայց
կարող է իսկապես իր խոսքի տերն լինի եւ ոչ ներկա, ոչ նախկինների ինքը իր ձայնը տա, բայց շատ մեծ վախ ունեմ, որ ընդդիմությունը ոնց որ տեսնի ով է ավելի մոտ իշխանությունը զավթելու կամ վերցնելու եւ իրենց բոլոր ձայները փոխանցեն, այսինքն ստացի, որ մենք իսկապես չունենք ընդդիմություն, ինչը շատ ցավալի է կարծիքով։ Բոլորովին իրանց թիմի հետ, իրանց անվան հետ, ոչ մի բանի հետ համաձայն չեմ։ Իրանք ավելնորդ են Հայաստանում։ Այդ որ Նիկոլ Փաշինյան դիկտատոր է, դի հաստատ։ Ինչու է այդպես Դա վստահ։ ինչ է։ Լավ կիսա դիկտատոր է։ Իսկ ընտրություններից հետո իսա դիկտատորը կմնա թե կնվազի կամ կավելանա։ Չգիտեմ ճիշտ ասած կանցնի թե ինքը հաստատ կանցնի, բայց ինչ շապով չեմ կարող ասեմ։ Ինչ տոկոսային հարաբերությամբ։ Իսկ որտեղ եք տեսել իր դիկտատոր լինելը։ Որտեղ չէ, ասենք դատական համակարգը նորմալ է։ Ոչ։ Ոչ միտեղ նորմալ ինքը բան չի արել։ Կրթական համակարգում ինչ փոփոխություն արել, ոչ մի լավ բան չի արել։ Մեր հողերը հանձնում են մի ստորագրությամբ։ Ճիշտ է թե չէ։ Արցախը նվիրեց Ադրբեջանին, դիկտատոր չի։ Ասես Արցախի մասին մոռացեք, Արցախ բառը չասեք, հիմա ասում է Արարատը մերը չի, ինչի համար եք բանանում, ասենք մեր հիմա կոնկրետ Հայաստանի տարածքի մեջ չի, այս պայդրության, բայց Արարատը Հայաստանն է, ճիշտ է, Արցախը Հայաստանն է։ Ինքը ինչ ուզում ասում է հիմա։ Իսկ բռնաճնշումները, Բռնաճնշումներն էլ քաղաքացիների վրա բռնաճնշումներ տեսել եք որ։ ոչ չեմ տեսել։ Օրինակ Մի բառ խոսում են, օրինակ թեկուզ Սամվել Կարապետյանը, ասենք, ես իր համակիրը չեմ, բան չէ։ Ասենք Սասնա ծռերը, որ հիմա բանտում են Վարուժան Ավետիսյանի մնացած տղաները, ասենք, ինչի համար են նստած հիմա։ Ինչի համար, ասենք, կարակ ասեք, ինքը չի կարող ասի։ Ով իր այդ համաձայն չի հիմա այս պահին, իր քաղաքականությանը, ասենք, դի տանեն հագեն, ասենց ասում, դի նստեն բերդում, ինչը որ ինքը անցնի։ Իր ծրագիրը հիմա Հայաստանը տանում է դեպի թուրքացման, Ադրբեջանի եւ Թուրքիայի պրոտեկտորատի կարգավիճակ։ Ամենալավագույն տարբերակը մի 10,000 քառակուսի կիլոմետր կթողեն, որ ասենք Հայաստանի համար դա էլ է շատ էլի, հայերի համար։ Դա է։ Իր հիմա նպատակը դա է, թուրքացման է տանում։ Իսկ որ քաղաքական ուժի ծրագիրն է ձեզ դուք գալիս։ Կոնկրետ ես ազգային ժողովրդավարական բևեռի ծրագիր, որտեղ գաղափարական կուսակցություն են իրանք։ Այսինքն ինչ են ասում են, որ Հայաստանը առաջին հանրապետության իրավահաջորդն է։ Վիրսոնյան Հայաստանից են խոսում, որ մեզ սահմանները այսքան չի, առաջին հանրապետության իրավահաջորդության, որտեղ օրինական բոլորը, ասենք, դա մերն է, Հայաստանը, ասենք, Տրաբզոն, Վան, Բիտիս, Էրզրում, դա օրինական մերն է, Արցախը, Նախիջևանը, դա Հայաստան է, ոչ թե ինչ-որ երազանքների կամ պատրանքների կամ չգիտեմ ցանկությունների դաշտում, այլ օրինական դաշտում է։ Ազգային ժողովրդավարական բևեռ։